Ողջույն սիրելիներ ջան, հուսով եմ լավ եք, եկել եմ բացենք իմ նոր միկրոֆոնը ու մի քիչ բլբլանք։ Իմ մոտ ինչ-որ բարդ եւ զբաղված ահավոր շրջան է։ Անշուշտ շատ շուտով ձեզ էլ կասեմ, թե ինչով եմ զբաղված, ինչ sense մեծ շրջադարձ ա եղել իմ կյանքում ու ամբողջ զբաղվածությունս տեղափոխել է այդ կողմ ու քանի որ իմ կյանքի ես ընթացքը զբաղված ա լինելու այդ հարցով, անշուշտ վլոգում եւս մերթ ընդմերթ հայտնվելու է այդ թեման։ Հուսով եմ, որ դա ձեզ էլ է հետաքրքրելու ու համենայն դեպս կփորձեմ ես էլ դա այնպես ներկայացնեմ, որ շատերի նույնպես հետաքրքիր լինի։ Դեպս DJI-ների մասին ես սրանից առաջ 3 միկրոֆոն եմ ունեցել, բայց որոնց որակից այս կամ այն չափով գոհ չեմ եղել ու որոշեցի այս անգամ DJI-ը փորձել։ Մոտավորապես ինչքան էր, մի 30,000 դրամի կարգի, որովհետև մեծ զեղչ կար այս պահին։ Ասեցի, ուրեմն վերջ, սա է այդ պահը, երբ պետք է օգտվել այդ զեղչից։ Սա օգտագործման թղթերն են, որոնք մենք երբեք չենք կարդում, որ ասում են ինչ-որ միտեղ կա ինստրուկցիա, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Կփորձենք ինքնուրույն գլուխ անել։ Սիրուն պայուսակի մեջ։ Տեսնենք սա ինչն է։ Հա, այս փափուկ գլխիկները, սրանք դրա համար են, որ այդ BPP-ները չխփի, այսպես ասած, այսինքն ձայնը չվառի ընթացքում։ Հա, երկու գույնով է փաստորեն։ Իհարկե, էլի լավ տարբերակներ կան լավ որակյալ ձայն ստանալու, բայց այս անգամ որոշեցի սրանք փորձել։ iPhone-ի հավես պահից այստեղ էլ կա, էլի։ Սա միացնում ենք այստեղ ադապտերը եւ հեռախոսին։ Մի խոսքով սիրելիներ ջան, վայ աղավնի կանգնեց մեր պատուհանին։ Փոքրիկ բաներով ուրախանալու նուրբ արվեստ է։ Ահա ինքը ունի այստեղ։ Ահա, շատ հեշտ։ Իդեպ կա այստեղ նաև մագնիսական հատված, այս մագնիսական հատվածը նրա համար է, որ ինքը ոչ թե այս ամրակով միանա, այլ այսպես միանա։ Հագուստի բոլոր տեսակների հետ կարելի է սա համադրել ու անհարմարություն չկրել։ Հիմա եկեք սա պոկենք։ Սա կմիացնեմ եւ սրանով արդեն ձայնը կլսեմ։ Այսպեսին է ձայնը DJI Microphone Mini-ով։ Ես ընթացքում դեռ կհասկանամ ոնց է ինքը աշխատում, հուսով եմ ինձ չի հիասթափեցնի, որովհետև տենց նախորդներից շատ գոհ չէի, ասենք շնորհավոր եմ, այնպես որ ես նույնիսկ կարող եմ այսպես ցածր խոսել, բայց ինքը շատ լավ է լսվելու։ Շատ ցածր, պատկերացրիք չէ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ իրականում լիքը տեխնիկական բաներ կարևոր չեն այս ամեն ինչում ու ես շատերիդ մոտիվացնում եմ, որ առանց այս ամեն ինչի էլ կարելի է սկսել, կարևորը սկսելն է, այ հետո այս ամեն ինչը նոր կլինի, բայց ես այս տեխնիկական բաները այնքան եմ սիրում ու սիրում էի նաև բլոգինգով զբաղվելուց առաջ նաև, sense անհատական բզիկա էլի ինչ որ ինքը, շատ ուրախացել եմ այնպես որ սրա համար, այ եթե մի հատ բարի պապիկ հայտնվեր ու ինձ պրոֆեսիոնալ կամերա նվիրեր, թեկուզ ոչ sense վերջին սերնդին, բայց այնպիսի կամերա, որի որակը կարծինքան ինձ շատ ավելի դուր կգար, քան ուղղակի iPhone-ինն է, թեև iPhone-ն էլ է ընտիր, ֆիքսենք այդ պահը։ Այ այդ մի բզիկս էլ տենց պտիչկա կդնեի, կփակեի, դեռ մտածում եմ իրականում այդ ներդրումն անելու մասին, հնարավոր է այս պահին եւ առաջիկա ամիսներին չանենք, որովհետեւ sense մի հատ այլ մեծ ծախսատար բան է մեր կյանքում հայտնվել, բայց ես ինձ խոստացել եմ, որ դա եւս լինելու է ու ես այդ իմ փոքրիկ ստուդիան եմ ստեղծելու, որտեղ շատ ավելի հաճախ ու առանց այդպիսի բաների մասին անհանգստանալու կստեղծեմ այդ կոնտենտը։ Ու հիմա տեսեք, ինչքան բովանդակությունը շատանում է, ես ավելի պահանջկոտ եմ դառնում բովանդակության նկատմամբ։ Մարդիկ ովքեր զգում են, որ ոչինչ ըստ էության չեն տալիս եւ sense շատ դատարկ կոնտենտ է ոչ մի բանի մասին, իրանց փորձում եմ չհետևել կամ մաքսիմում ալգորիթմին հասկացնել, որ իրենք հետաքրքիր չեն ու այլևս ինձ ցույց չտա։ Ու հակառակը, ավելի շատ փորձում եմ օգնել ալգորիթմին, որ ինձ ցույց տա կոնտենտ, որը ինձ իսկապես հետաքրքիր է, օգտակար է, ինչ որ բան է տալիս, դա ամենակարևորն է։ Ընդ որում այստեղ հարցը միայն օրինակ ինֆորմացիան չի, օգուտը չի, կարա ուղղակի ինձ ինչ որ լավ էներգիա ու էմոցիա տա, բայց որ այդ դատարկության զգացումը ես չունենամ այդ, չգիտեմ, 30 վայրկյանը, 50 վայրկյանը նայելուց հետո, այն որ հետո ասեմ, հա, բայց սա ինչ էր, ինչի համար էր, այսինքն այդ հարցը ես ինձ չտամ ու ժամանակի կորստի զգացողություն չունենամ, անգամ, չգիտեմ, 10-15 վայրկյան նայելուց հետո հասկանամ, որ դա ինձ ինչ որ մի բան տվեց։ Դրա համար ձեզ էլ եմ խորհուրդ տալիս օգնել ալգորիթմին, որ ձեզ հնարավորինս լավ կոնտենտ բերի, ոչ թե օգտակար միայն, այլ լավ, որ իսկապես ձեզ հետաքրքիր է, ձեզ ինչ որ բան է տալիս, որ նայելուց հետո, էլի եմ ասում, այդ հարցը չտաք ձեզ, բայց սա ինչ էր, ինչի համար էր, ու այդ ներվայնությունը, այդ տպավորությունը, որ մի բան էլ դուք եք էներգիա ծախսել, չէ, պիտի ինքը ձեզ էներգիա տա։ Այդպես, որ խոսեմ շատ երկար կխոսեմ, բայց պիտի շտապեմ լիքը այլ գործերի ու նաև ռիլ պիտի նկարեմ։